Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեման կրկին ակտիվացել է։ Հեռախոսով խոսել են Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրանք քննարկել են Անկարայի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակվում է ուղիղ առևտրի հաստատման ուղղված քայլերի շնորհիվ։ Ըստ Էրդողանի, Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար եւ մշտապես աջակցելու է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում եւ Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունների աջակցությամբ 3 Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը եւ մեկնել Կարս մասնակցելու Թուրքիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Գործարարները ողջունել են երկկողմ առևտրի մեկնարկի համար ձեռնարկվող բարենպաստ միջավայրը։ Արդիականացումից հետո 3 ախալքալաքում պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը։ Երկաթուղու գործարկման պաշտոնական արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նախարարը մանրամասներ չի փոխանցել, միայն հրապարակել է կարճ տեսանյութ։ Ինչպես հասկացաք, տարիներ շարունակ քննարկվող երկաթուղային նախագիծն արդեն պաշտոնապես շահագործման է հանձնվել։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում երկաթուղին տարեկան մինչև 5 միլիոն տոննա բեռ կտեղափոխի, մեծացնելով տարածաշրջանի տարանցիկ հնարավորություններն ու միջին միջանցքի մրցակցությունը։ Ըստ Կոբախիձեի նախագիծը պատմական նշանակություն ունի եւ Վրաստանի եւ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմավարական գործընկերության վառ օրինակն է։ Միևնույն ժամանակ Թբիլիսին պատրաստակամություն է հայտնել գործակցել նաև Հայաստանի հետ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Հայաստանը եւս կարող է ներգրավել Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում։ Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին, Հայաստանին մեծ նշանակություն ենք տալիս ու պատրաստ ենք առավելագույնս խորացնել գործակցությունն ու գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում տարանցիկ գործառույթի զարգացման գործում։ Մեր կողմից այդ հարցում կլինի առավելագույն ակտիվություն։ Իսկ թե ինչ ճանապարհ է անցել այս երկաթուղին, ինչու էր այն փակվել եւ ինչու էր պաշտոնական բացումը երկար տարիներ հետաձգվում, ռեպորտաժում։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կվերսկսի աշխատանքը։ Նախագծի ձևավորման գործընթացը սկսվել է 1993 թվականին, երբ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը եւ դադարեցրեց Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու գործունեությունը։ Նույն տարվա հուլիսին արդեն սկսվեցին քննարկումները նոր տրանսպորտային երթուղու ստեղծման շուրջ, որը պետք է դառնար այլընտրանք փակված ճանապարհին եւ ձևավորեր տարածաշրջանային նոր լոգիստիկ կապ։ Գործնական փուլը սակայն ուշացավ եւ մեկնարկեց 14 տարի անց, 2007 թվականի փետրվարի 7-ին միջկառավարական համաձայնագրի ստորագրմամբ։
Նախատեսվում էր կառուցել 105 կիլոմետր երկարությամբ երկաթուղի Ախալքալաքից մինչև Կարս, որի 76 կիլոմետրը անցնում էր Թուրքիայի, իսկ 29 կիլոմետրը Վրաստանի տարածքով։ Զուգահեռաբար իրականացվում էր նաև Ախալքալաք-Թբիլիսի հատվածի վերակառուցումը։ Շինարարությունը սկսվեց 2008 թվականին, սակայն նախագիծը մի քանի անգամ հետաձգվեց։ Սկզբում նախատեսվում էր այն ավարտին հասցնել 2010-ին, ապա ժամկետները տեղափոխվեցին 2013, 2015 եւ 2016 թվականներ։ 2014-ին հայտարարվեց, որ աշխատանքները մոտ 83%-ով ավարտված են, իսկ 2016-ին վերջնական ավարտի ժամկետ սահմանվեց 2017 թվականը։ Նախագծի ընդհանուր արժեքը սկզբում գնահատվում էր 422 միլիոն դոլար, սակայն հետագայում այն գերազանցեց 600 միլիոն դոլարը։ Ֆինանսական բեռը հիմնականում կիսեցին Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Վրաստանը ծրագրի իրականացումը ապահովեց Ադրբեջանի տրամադրած արտոնյալ վարկի միջոցով։ Ադրբեջանը նաև իր միջոցներով վերակառուցեց Մարնեուլի Ախալքալաք հատվածը։ 10 տարվա աշխատանքներից հետո 2017 թվականի հոկտեմբերի 30-ին Բաքվում պաշտոնապես բացվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին 3 երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին մեծ նշանակություն ունի բիզնեսի զարգացման և փոխշահավետ համագործակցության համար։ Վստահ եմ, որ տարածաշրջանային համագործակցությանը ամենամեծ ներդրումն ունեցող երկրները Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան միշտ կլինեն միասին և կաջակցեն միմյանց։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նման հսկայական նախագծերը էլ ավելի են ամրապնդում մեր միասնությունն ու բարեկամությունը։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու միջազգային ուղևորափոխադրումների մեկնարկը նախատեսվել էր 2020 թվականին։ Դա էլ բազմիցս հետաձգվեց։ Ուղևորափոխադրման մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր Ախալքալաքի կայարանում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտոնյաները։ Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը անդրադարձել է վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Վեհափառը շեշտել է, որ եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել և որևէ կերպ որևէ մեկին թույլ չտալ, որ միջամտի եկեղեցու ներքին կյանքին և փորձի եկեղեցին ենթարկել իր կամքին։ Եկեղեցին ունի կարևոր առաքելություն, որ դարերով իրականացրել է մեր ժողովրդի կյանքում, մեր մշակույթի կերտման, մեր հոգևոր ազգային արժեքների ձևավորման, մեր ինքնության պահպանության և մեր ժողովրդի կյանքի հարատևության երաշխիքները ապահովելու առումով։ Եվ այդ պատմական առաքելությունը եկեղեցին բոլոր պայմաններում, բոլոր իրավիճակներում անշեղորեն իրագործելու է։ Կաթողիկոսի խոսքով եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իրականացվող գործողությունները նպատակ ունեն ճնշում գործադրել եկեղեցու վրա։ Նա նշել է, որ վերջին շրջանում հարուցված բազմաթիվ քրեական վարույթները նույն շղթայի մաս են կազմում։ Այդքան դյուրին չէ հայոց հայրապետին հրաժարական պարտադրել։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները և հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի և կառույցի տնօրինման։ Եթե հարցեր կան ընդդեմ հայոց հայրապետի կամ որևէ եկեղեցականի, այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում և կայացվում են համապատասխան որոշումներ։ Գարեգին II-ն անդրադարձել է նաև Բագրատ Սրբազանի դեմ առաջադրված մեղադրանքներին, դրանք անվանելով անհիմն։ Նրա խոսքով Տավուշի սահմանազատման գործընթացի ընթացքում Սրբազանի գործունեությունը պայմանավորված է ժողովրդի կողքին լինելու և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց և
Բագրատ Սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ։ Այդ պահին մենք կասեցրեցինք իր հոգևոր գործունեությունը։ Հետո արդեն տեղի ունեցավ ձերբակալությունը Բագրատ Սրբազանի։ Բայց այն մեղադրանքները, որ Բագրատ Սրբազանի նկատմամբ առաջադրվում է, անհիմն են։ Իսկ եկեղեցուն պաշտպանելու համար տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին դատարանը վերադարձրել է անձնագիրը, որպեսզի նա կարողանա մասնակցել հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությանը։ Միաժամանակ նրա պաշտպանները դատարան են ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն։ Նախընտրական պայքարի թեժացման ֆոնին նոր միջադեպ է արձանագրվել Մասիսում։ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ իրազեկման ակցիայի ընթացքում մի խումբ անձինք հարձակվել են աջակիցների վրա, տուժածների թվում կա նաև հղիկին։ 12,000 դրամով, 7-րդ, բուժաշխատողների և ուսուցիչների աշխատավարձի բարձրացում, տարեկան 25% մարզերում, 20% Երևանում, 8-րդ, 0% ծայրահեղ աղքատություն Հայաստանում, 9-րդ, գործնականում անվճար բարձրագույն կրթություն ուսանողների համար, 10-րդ, տարեկան 1000 բնակարան զինծառայողների համար, 50% զեղչով, 11-րդ, կրակետային զինծառայողների հավասարամսական 40,000 դրամ, 12-րդ, $1 միլիարդ ներդրում սպորտի և զարգացման կենտրոնների ստեղծում մարզերում։ Առաջին, 300,000 նոր աշխատատեղ, երկու, 0% փոքր բիզնեսի համար։ Կուսակցությունը պահանջում է իրավական գնահատական տալ տեղի ունեցածին։ Մամուլի քարտուղարի խոսքով մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Խոսնակը շեշտել է, որ քաղաքական ճնշումները չեն փոխի իրենց օրակարգը։ Փաշինյանի հեռացող իշխանությունն անցնում է բոլոր կարմիր գծերը։ Այսօր Մասիսում մեր երիտասարդների հետ տեղի ունեցածը եւս մեկ անգամ փաստում է, որ փողոցում կանանց քաշքշող, մանկահասակ երեխայի ներկայությամբ երիտասարդ կնոջ վրա բղավող Փաշինյանի վարքագիծը վտանգավոր է։ Այն տարածվում է եւ ընդօրինակվում է իր կողմնակիցների շրջանում։ Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով։ Ֆիզիկական բռնության է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին։ Երեք առավոտյանն էլ ձերբակալել են ուժեղ Հայաստան կուսակցության աջակից Մերձևով ազգային արժեքների պահպանություն ՀԿ-ի հիմնադիր եւ գործադիր մարմնի ղեկավար Ալիկ Ալեքսանյանին։ Նրան մեղադրում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար։ Զուգահեռ խուզարկություններ են նաև Հայաստան դաշինքի գրասենյակները, մասնավորապես աշտարակում։ Պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է նաև Հույդա Գերագույն մարմնի նախագահ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանը։ Ընդհանրապես պետք է արձանագրել, որ այս շարքի իշխանությունը նման քայլերով եւ մեթոդներով ցանկանում է սահմանափակել եւ կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը, սրանով փորձում են ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու։ Նիկոլ Փաշինյան, դու եւ քեզ սպասարկող իրավական համակարգը վաղուց արդեն կանխատեսելի է եւ ճղճին եւ նման քայլերով ու մեթոդներով որևէ արդյունքի չեք հասնելու։ Եվ երկրորդ արձանագրումը, որ ակնհայտ այս իշխանությունը լավ հասկանում է իշխանությունը կորցնելու վտանգը եւ այս քայլերն ու գործողությունները պայմանավորված են այդ վախերով։ Կոչ եմ անում միջազգային դիտորդներին նկատել այս ամեն ինչը, տեսնել եւ համապատասխան գնահատական հնչեցնել, հակառակ դեպքում այսքան երկար կույր ձևանալ պարզապես հնարավոր չէ։ Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը եւ անփոփոխ է թողել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի եւ ավականու 5 անդամի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Միջազգային օրակարգում շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերի միջև շփումները չեն դադարել եւ բանակցությունները շարունակվում են։ Նրա խոսքով Իրանի հետ երկխոսությունը ընթացել է նաեւ վերջին օրերին, իսկ բանակցությունների տապալման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Սակայն բանակցությունների շարունակվելը դեռ չի նշանակում, որ կողմերը մոտ են համաձայնության։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում մեղմել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները միայն այն բանի համար, որ Հորմուզի նեղուցը բաց մնա։ Նրա խոսքով պատժամիջոցների թուլացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե վերացվեն այն պատճառները, որոնց համար դրանք սահմանվել են։ Ռուբիոն հիշեցրել է, որ հիմնական խնդիրը շարունակում է մնալ Իրանի միջուկային ծրագիրը եւ հենց դրա շուրջ առաջընթացից է կախված պատժամիջոցների ապագան։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 27-ից 29, իսկ երեկոյան 11-ից 13 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է, կհանդիպենք։